Չինաստանը ունի այն, որը որ 5-րդ սերունդ է եւ իր համար դա չի վաճառվում, գոյություն ունի մի մոդել, որը արտաքնապես կրկնօրինակում է F-35-ը, բայց որի շարժիչները միևնույնն է Su-27-ի շարժիչներն են, այսինքն ինքը ամբողջությամբ 5-րդ սերունդ չի, ինքը գովազդային արշավի մի մաս է։ Սա Պակիստանին տալը ինչ է նշանակում, նշանակում է, որ ակնհայտորեն Պակիստանը սուտ էր խոսում նրա մասին, որ ինքը այս վերջի կոնֆլիկտի ընթացքում առավելություն ուներ Հնդկաստանի նկատմամբ։ Այսինքն, եթե դու ունես առավելություն, եթե քո JF-17-երը, ընդ որում դա այդ JF-17-երը դրանք են, որոնք որ Ադրբեջանին է ինքը վաճառում, եթե դրանք այդպիսի մեծ առավելություն ունեն Միրաժների եւ Ռաֆալների նկատմամբ, ապա ինչ ես դու հիմա ծեծած շամպես ընկել քուչեքը սրանից նրանից բան կերծ կործանիչներ հավաքում, որ բան չի ակնհայտ է, որ Պակիստանի բավականին լուրջ հարված էր հասցվել, բացի դրանից Պակիստանում հիմա բելուջների ապստամբություն է, դա տարածք ազգա իրանական ցակում ունեցող ազգա, հնդի-եվրոպական իրանական ցակում ունեն, իրանք ապրում են թե Պարսկաստանի արևելքում, հետևաբար նաև Պակիստանի արևմուտքում, իրենք ապստամբել են, փակել են ճանապարհները եւ մեծ հաշվով Բելուջիստանը այդ առանձին որպես նահանգ չի ենթարկվում Պակիստանի գլխավոր իշխանություններին Իսլամաբադում, սա ակնհայտորեն բերում է նաև հավելյալ խնդիրների Պակիստանի ներսում, ինչը ակնհայտորեն թույլ է տալիս ենթադրել, որ Չինաստանի խառնվելը Պակիստանի օգտին բացառապես իր սեփական անվտանգության եւ սահմանների հարցի լուծումն է, որովհետեւ Պակիստանին ջախջախած Հնդկաստանը արդեն բավականին լուրջ հակառակորդ է։ Թե բնակչությունով, թե տեխնոլոգիական զարգացումով պետք է հասկանալ, որ այս երկու հսկաները Չինաստանը եւ Հնդկաստանը նոր են մտնում կոնֆլիկտի այն փուլ, որի ավարտը դեռևս չի երևում եւ նույնիսկ ընթացքը չի երևում։ Մենք դեռևս գիտենք, որ Եվրամիությունը Հնդկաստանին հռչակել է որպես գլխավոր ռազմավարական գործընկեր եւ այս Հայաստանով անցնող ճանապարհը հենց դրա նշանակություն ունի, որ Եվրամիության հետ ուղիղ կապ ունենա առանց թուրքական ազդեցության այդ ճանապարհի վրա, սա շատ կարեւոր է։ Հնդկաստանը չի ուզում լինի ոչ այդ ճանապարհին մասնակցի ոչ Պակիստանը, ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը, հենց այդ է պատճառը, որ Սյունիքի խաշմերուկը Հնդկաստանը թաղողներից մեկն է, էլի, որ ոչ մի խաշմերուկ չի կարա լինի։ Սյունիքը աշխատում է բացառապես Եվրամիություն Հնդկաստան ճանապարհի վրա։ Բարձրանանք մի փոքր բան, Գազայում պարզ ակնհայտ է, որ բացի նրանից, որ Նետանյահուի դեմ քրեական գործեր արդեն մտել են դատարան եւ ընթացքում են եւ Նետանյահուին հրավիրում են դատարան եւ ինքը ստիպված է արդեն որպես մեղադրյալ հանդես գալ, սա ակնհայտորեն բերել է նաեւ կառավարության ներսում բավականին լուրջ խնդիրների արմատը այնտեղ է, որ օրթոդոքսալ հրեաները չեն ցանկանում ծառայել բանակում, իսկ դա բավականին մեծ մասն է բնակչության, միևնույն ժամանակ իրանք բավականին մեծ բյուջե են ստանում պետությունից եւ սա առաջացնում է դժգոհություն հասարակության ներսում, բացի դրանից դա ակնհայտորեն 10 երեխա ունեն, պատկերացրեք ինչքան առողջ առուկ տղամարդ ուղղակի ոչինչ չի անում եւ որոցե կերպ չի մասնակցում երկրի անվտանգությանը։ Սա բերել է հիմա արդեն գնում են բանակցություններ կուսակցությունների ներսում, որտեղ այնտեղ կոալիցիոն կուսակցություն է, այնտեղ միայն Նետանյահուի կուսակցությունը չի։ Եվ սրա հետ մեկտեղ գլխավոր շտաբի պետի հրաժարականը, որը կապված էր 23 թվականի հոկտեմբերի 7-ի բաց թողումն Շաբակի, այսինքն իրենց գլխավոր հետախուզության պետի փոփոխությունը, որը որ հետևեց նրան, որ Շաբակը սկսեց ուսումնասիրել Նետանյահուի կաբինետում լուրջ կոռուպցիոն գործերը, որոնք կապված էին Կատարի գումարների եւ Գազայի գալացող գումարների մսխման հետ։ Այս ամբողջ ծավալը, որը Իսրայելում կա, ես նորից կրկնում եմ, Իսրայելը շատ արագ տեմպով կրկնում է 11-12 դարի Երուսաղեմի թագավորության ճանապարհը եւ բավականին
չեմ ուզում վատա ինձ դուր չի գալի դա, բայց մենք պետք է հասկանանք, որ Իսրայելը այս ճանապարհով գնալով ավելի շուտ գնում է կործանման, քան անվտանգության պահպանման, այսինքն օր առաջ իրանք պետք է ձերբազատվեն թե Նետանյահուից, թե ազգայնական անհիմն ամբիցիաներ ունեցող մարդկանցից, որովհետև այդ տարածաշրջանում խաղաղության միակ երաշխիքը դա երկու պետությունների գոյությունն է։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգները որքան էլ որ փորձում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում վետոյի սկզբունքներով կասեցնել այդ գործընթացը, միևնույն է, որից մի օր դա ի վերջո գալու է առաջ, չես կարող դու ՄԱԿ-ի որոշումը, որտեղ պետք է լինի երկու պետություն, քո միակ տարբերակը այդ ճանապարհով գնալն է, չես կարող էթնիկ զտում անել, չես կարող ցեղասպանություն անել եւ դա անցնի։ Այսինքն հիմա ուժային կարողանում են, հա, ասենք, չգիտեմ, արևմտյան ափում բերում են ինչ-որ բնակավայրեր են դնում, իսրայելական հրեաներին են բնակեցնում արաբների մեջ, բայց այդ հոկտեմբերի 23 թվականի հոկտեմբերի 7-ի վերլուծությունները հենց անմիջապես հոկտեմբերին մի քանի օր հետո որ եղավ, ես ուշադիր նայում էի Իսրայելի ռազմական եւ հետախուզության գործիչները ասում էին, որ հիմնական պատճառը բաց թողմանն էր, որ արևմտյան ափում նոր ստեղծված բնակավայրերը հրեաներով բնակեցված պաշտպանված չեն եւ մենք ստիպված էինք սահմաններից հանել զորքերը, որ իրենց շրջանաձև պաշտպանություն ապահովենք այդ բանին, այսինքն Նետանյահուն այսպես թե այնպես մեղավոր է, թե բաց է թողել հարվածը, թե հետախուզությունը չի աշխատել, թե նրա պատճառով, որ իր հրամանով նոր բնակավայրեր են ստեղծվում, որոնք որևէ կերպ պաշտպանված չեն, իրենք ստիպված է այնտեղ առաջնագծից փաստորեն ստիպված էր հանել։ Սա ասենց, հիմա անդրադառնում ձեր հարցի առաջի մասին, մեծն հսկաների ոնց ասցիք, հսկաների արճակատում պետք է հիշեմ երջանկայի շտակ Արմեն Հովհաննիսյանին, իր սիրած թեմաներ, ինքը ասում էր սպասի տես 6 ամիս սպասի մասկն ու Տրամպը կռվելու են, երկու նարցիս միտեղ չեն կարող գնան, կարող եք ձեզ մոտ էլ եթերներում ասե իր ազատարար բլոգում էլ կա տենց որ փորփրեք, շատ ենք խոսել դրա մասին, ակնհայտ էր, որ այս երկու նարցիսները, երկու իգոները հնարավոր չի, որ իրանք յոլա գնային, բայց ոչ մեկ չէր պատկերացնում, որ անմիջապես դուրս գալուց հետո գոտկատեղից ներքև հարվածներ կսկսեն հասցնել իրար էլ, ես պատկերացնում եմ, որ մասկը դե դուրս կգա, մի քիչ կմրթմրթա, հետո կասի, որ դելավես գնացի բիզնեսով զբաղվեմ, օրինակ ես ձեզ այլևս չեմ ֆինանսավորի 26 թվականի կոնգրեսի ընտրություններին, ինչ տրամաբանական կլիներ, որովհետև տենց ինչ-որ գործերը այդքան լավ չէր եւ ինքը իրան վտարեցին, որովհետև ինքը դարձել էր տոքսիկ, որովհետև ըստ պաշտոնական տվյալների ու թմրադեղերի օգտագործման չափ ու սահմանը չէր ճանաչում, այսինքն շատ հաճախ իր վարքը պայմանավորված էր նրանով, որ բժիշկների կողմից դուրս գրված դեղերի չափերը, դեղաչափերը ինքը զգալիորեն գերազանցում էր, դրա համար այդպես իրանք բաներ թույլ տալիս, որոնք որ մեծ հաշվով ստապ վիճակում հնարավոր չի պատկերացնել, որ կանի կամ դա ներ Միացյալ Նահանգների, ներ ամերիկյան խնդրեմ է, թե դա դուք կարծում եք։ Ես ասեմ, Տեսլան միջազգային է, չէ, Տեսլան միջազգային ընկերություն է, որ ամբողջ աշխարհում տնտեսական ցուցանիշներով տապալվեց։ Այսինքն դա ակնհայտորեն ներամերիկյան չի, որովհետև տեսեք դուք շատ ճիշտ նկատեցիք, այդ ստերի տարափը, որ Oval Office-ից դուրս էր գալիս, Տրամպը հələ չմտած, որ ինքը ասում էր 24 ժամում Ուկրաինան կանգնացնի, մենք այս գլխից ասում ենք, որ դա հնարավոր չի, ասենք դա հիմարություն է, ոչ թե հնարավոր չի, որովհետև չի ստացվի, չեն թողել, դա հիմարություն է, լայնամասշտաբ պատերազմ, որը գնում է 3-րդ տարին, որտեղ կիրառվում են բալիստիկ հրթիռներ, տանկեր եւ օդուժ չի լինի կանգնացնել 24 ժամում, դա պնդողը հիմար է, դա հնարավոր չի, այսինքն նեղանում են ինձանից, եթե դուք հավատացել, դա գլխավոր ցուցիչներ, որով չէր կարելի ընտրել Տրամպին,